Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերջզգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում արկային կանխատեսումներ բոլոր կենթանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց տեղադրված են օգոստոս ամսվա կանխատեսումները։ Բեկումնային եւ ճակատագրական օգոստոսը ինչ է սպասվում մեզ։ Եթե չեք դիտել այդ գերհետաքրքիր 1 ժամից ավելի տևողության վիդեոն, ապա անպայման դիտեք եւ որոշակի նախազգուշացումներ կան վիդեոյում, այնպես որ օգոստոսը բավականին բարդ բեկումնային եւ ճակատագրական ամիս է, քանի որ դե գիտեք արդեն օգոստոսի ընթացքում բացվում է այս տարվա խավարումների ամառային միջանցքը, արդեն իսկ առաջի խավարումը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին եւ երկրորդ լուսնի մասնակի խավարում, առաջինը դե դա արևի ամբողջական խավարումն էր, սիրելի բարեկամներ, ով հետևում է ալիքիս եւ Facebook-յան էջիս, իհարկե տեղյակ է դրա մասին, բավականին բարդ խավարում էր եւ երկրորդ խավարումը այս ամառային խավարումների ամառային միջանցքի դա օգոստոսի 28-ին լուսնի մասնակի խավարումն է լինելու, բայց մինչ լուսնի խավարումը լուսինը շարունակելու է աճել եւ բավականին բարդ զարգացումներ են մեզ սպասվում։ Ամեն շաբաթ, գիտեք, ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ կանխատեսումները կենթանակերպերի համար։ Այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք վիդեոն մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, այժմ ես կներկայացնեմ գալիք շաբաթ աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ վերջում նաեւ կանխատեսումները կենթանակերպերի համար։ Բավականին բարդ եւ հակասական շաբաթ է մեզ սպասվում, այնպես որ պատրաստ եղեք ամեն տեսակ ցնցումների եւ անսպասելի զարգացումների, սիրելի բարեկամներ։ Դե իհարկե ով դիտում է իմ վիդեոները, մշտապես պատրաստ է, մշտապես այսպես տեղյակ է բոլոր անսպասելի զարգացումների, բոլոր բարդությունների հետ կապված, միշտ ես այդ տեղեկատվությունը տալիս եմ եւ մարդիկ օգտվում են եւ ունեն հիանալի արդյունքներ, որի մասին ես տեղեկանում եմ ձեր գրված մեկնաբանություններից եւ ձեր շնորհակալական խոսքերից եւ զանգերից։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, այժմ ներկայացնեմ ինչ է մեզ սպասվում օգոստոսի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածում ողջ գալիք շաբաթվա ընթացքում, ինչպես հասկացաք, լուսինը աճող է։ Եվ իհարկե կարող եք անել այն բոլոր արարողակարգերը եւ հմայախոսությունները, որոնք նախատեսված են հենց աճող լուսնի համար, այսինքն ներգրավում են դեպի մեզ դրական զարգացումներ, այն ինչ որ մենք ցանկանում ենք, ավելի շատ սեր, ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ գործնական հաջողություն, անձնական հաջողություն, ֆինանսներ եւ այլ, այսինքն այն ամեն ինչ որ դուք ցանկանում եք ավելացնել ձեր կյանքում այդ բոլոր արարողակարգերը կարող եք կատարել օգոստոսի 17-ից 23-ը, իսկ որտեղ տեսնել դրանց մասին, սիրելիներս, դուք կարող եք տեղեկանալ եւ մանրամասն ես բոլորը ներկայացնում եմ իմ երկրորդ էքսկլյուզիվ մոգական աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, եւ այնտեղ իհարկե առանձին պլեյլիստներ կան, որտեղ հեշտությամբ դուք կարող եք գտնել նորալուսնի եւ աճող լուսնի, լիալուսնի, մարող լուսնի, բոլոր արարողակարգերը, փողաբեր արարողակարգերը եւ այլն եւ այլն։ Ալիքի հղումը կլինի այս վիդեոյի վերջում, սիրելի բարեկամներ, անպայման դիտեք վիդեոն մինչև վերջ։
Եվ այսպես, սիրելի բարեկամներ, բարեխառն եւ բարենպաստ օր է մեզ մոտ օգոստոսի 17-ը երկուշաբթին։ Երևանի ժամանակով 15:30 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Արեգակի հետ։ 24 աստիճան կշերքում գտնվում է լուսինը եւ 24 աստիճան առյուծում Արեգակը։ Բարդ եւ բարեխառն օր է օգոստոսի 18-ը, սիրելի բարեկամներ, քանի որ արդեն օգոստոսի 17-ի լույս 8-ի գիշերը Երևանի ժամանակով 1:45 րոպեին լուսինը մուտք կգործի կարիճ կենթանակերպ։ Կարիճում բավականին բարդ է լուսնի դիրքը, գիտեք որ այնտեղ նա վտարված է, քանի որ փառավորվում է եւ հասնում իր զորության գագաթնակետին ցու կենթանակերպում, այնպես որ կարիճում լուսինը թույլ է եւ նման է այն եփվող կաթսայի, պատկերացրեք, ջուրը եռում է կաթսայի մեջ եւ փակված է կափարիչը եւ այդ շիթերը տաք ջրի այսպես դուրս են պրծնում ուրեմն կափարիչի տակից եւ ահա լուսինը կարիճում նման է դրան, ասենք ներսում մարդկային, այսպես ասած, ենթագիտակցության մեջ հոգու խորքում բլբլթում են, եռում են այդ էմոցիաները, զգացմունքները, ապրումները եւ բայց լուսինը կարիճում դժվար է դրսևորում իր էմոցիաները, իր զգացմունքները, այդ իսկ պատճառով այդ էմոցիան այսպես հասնում են եռման կետին եւ նոր այդ դուրս է պրծնում այդ էմոցիոնալ պորտկումներ, այդ հրաբուխը դուրս է պրծնում։ Ով լսել են վիդեոները, մշտապես իհարկե գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում լուսինը կարիճում։ Ժամը 9-ին բավականին ու առավոտը մեզ մոտ ամսի 18-ին բավականին լարված է, վաղ առավոտյան ժամը 9-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի ավերիչ Պլուտոն մորակի հետ, որը գտնվում է 3 աստիճան ջրհոսում, եւ լուսինը 3 աստիճան կարիճում է գտնվում, եւ սա իհարկե բավականին լարված ռազմաքաղաքական իրավիճակ է, լուսինը խորհրդանշում է հասարակ ժողովրդին, իսկ Պլուտոնը այն համաշխարհային կառավարությանը, որը իհարկե որոշումները կայացնում է երկրների եւ ժողովրդների փոխարեն, իհարկե որի մասին մենք ավելի ուշ ենք իմանում, բայց ամեն դեպքում լուսնի եւ Պլուտոնի քառակուսին նշանակում է վտանգներ եւ վախեր, այսինքն այնպիսի իրավիճակ է, որ վախեր է առաջացնում հասարակ ժողովրդի մոտ։ 10:29 րոպեին արդեն լուսինը բարենպաստ եռանկյունի կառաջացնի Մարս մոլորակի հետ, որը արդեն իսկ մուտք է գործել Խեցգետին կենթանակերպ։ 4 աստիճան Խեցգետնում գտնվում է Մարսը եւ 4 աստիճան ուրեմն կարիճում լուսին։ Ու այստեղ իհարկե Մարսը թույլ է Խեցգետնում, որովհետեւ Խեցգետնում նա վտարված է եւ այսպես թուլացած է, վտարված է, զորությունից զրկված, իսկ Մարսը դա էներգիայի մոլորակ է, դա այսպես ակտիվ գործողությունների մոլորակ է, եւ Խեցգետնում նա մի տեսակ խեղճացած, այնպես չի կարողանում դրսևորել իր ցանկացած ակտիվությունն է։ Ու այստեղ եւ լուսինը եւ Մարսը փաստորեն զրկված են զորություններից, կարելի ասել, վտարված են եւ այդ իսկ պատճառով իրար լրացնում, որտեղ լուսինը գտնվում է Մարսի տիրապետության տակ գտնվող կարիճ կենթանակերպում, իսկ Մարսը լուսնի տիրապետության մեջ գտնվող Խեցգետին կենթանակերպ, այնպես որ սա կոչվում է աստղաբանության մեջ ռեցեպցիա, որը շատ բարենպաստ աստղաբանական երևույթ է եւ նպաստում է ֆիզիկական ակտիվությանը, կարող եք ինչ-որ դրսևորել զանազան ֆիզիկական ակտիվություն, այսինքն կարող եք օրինակ զբաղվել սպորտով, կարող եք արագ թեկուզ քայլել, զանազան ֆիզիկական ակտիվություն թեկուզ, օրինակ մաքրել ձեր բնակարանը։ Օրինակի համար դա նույնպես համարվում է ֆիզիկական ակտիվություն եւ նպաստում է որպեսզի լուսնի եւ Մարսի բացասական էներգետիկ ազդեցությունները ձեր վրա չտարածվեն։ 4 աստիճան, ասեցի, կարիճում լուսնի, 4 աստիճան Խեցգետնում Մարսն, իսկ 22:43 րոպեին բավականին լարված քառակուսի կունենանք, ամսի 18-ին Երևան ժամանակով 22:43 րոպեին բավականին լարված քառակուսի ենք ունենալու լուսնի եւ
Յուպիտերի միջև 10 աստիճան 10 աստիճան կարիճում գտնվում է Լուսին եւ 10 աստիճան առյուծ կենդանակերպում գտնվելու է Յուպիտերն ու Յուպիտերը մեծրջանկության մոլորակը Լուսնի հետ լարված փոխհարաբերություններ դա նախ անբարենպաստ է ինչ-որ գնումների համար շատ ավելի բարձր չեկով, ավելի շատ գումար կծախսեք, եթե ինչ-որ խոշոր բան եք նախատեսում գնելը, ուրեմն օգոստոսի 18-ի երեկոյան դա մի արեք, որովհետև ավելի շատ գումար կծախսեք եւ նույնը վերաբերվում է նաեւ ինչ-որ պայմանագրեր ստորագրելու, ինչ-որ բիզնես սկսելու որոշումների մասին, դրա հետ կապված հանդիպումների մասին, այդ օրինակ օգոստոսի 18-ը բարենպաստ չէ դրա համար, ընդհանրապես այս խավարումների շրջանը անբարենպաստ է ինչ-որ նոր բիզնես նախաձեռնություններով հանդես գալու համար կամ ինչ-որ նոր գործեր սկսելու համար, որովհետև գիտեք, որ խավարումների միջանցքի ժամանակ մարդու ուղեղը այսպես մթագնում է աչքերի առաջ առաջանում է ինչ-որ այսպես շղարշ եւ հստակ դժվար է հասկանալ, թե ինչպես է պետք վարվել, որպեսզի ճիշտ լինի։ Այսինքն, եթե դուք այդ որոշումը կայացնեք, դա անեք, հետագայում ուշակի խնդիրներ կունենա, որտեղ փոխել, բեկանել այն ինչ որ դուք սկսել եք, արդեն դժվար կլինի, եթե սխալ բան եք սկսել, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է լինելու։ Լարված օր է նաև օգոստոսի 19 Լուսինը Երևանի ժամանակով 12:06 լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի մոլորակի հետ, որը գտնվում է 17 աստիճան առյուծ կենդանակերպում եւ 17 աստիճան կարիճում, նույնպես գտնվում է Լուսին։ Իհարկե սա վատ է միջանձնային փոխհարաբերությունների ինչ-որ ներդաշնակեցման համար, բարդանում է միջանձնային փոխհարաբերությունները, փոխընկալման բացակայությունը, բարդանում է նաև լոգիստիկան, այսինքն որոշակի ուշացումներ կարող է լինեն ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը, այնպես որ նույնպես դա հաշվի առեք։ Եվ մեզ մոտ նույնպես բարեխառն օր է մի փոքր նաև լարված օգոստոսի 20-ը, շատ այսպես փոփոխական օր է, շատ բեկումնային օր է, օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշեր, արդեն վաղ առավոտյան 6:46 րոպեին Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Արեգակի հետ 27 աստիճան կարիճում գտնվում է Լուսինը եւ 27 աստիճան առյուծում գտնվում է Արեգակը։ Նու այստեղ պետք է ասել, որ սա Լուսնի առաջին քառակուսին է, Լուսինը արդեն բավականին լիացել է, կլորիկացել է եւ բարենպաստ է դրական ինչ-որ զարգացումների համար, ունակ գումար ստանալու կամ դրա հետ կապված արողակարգեր անելու, բայց պետք է հաշվի առնել, որ նաեւ այդ խավարումների միջանցքը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել։ 12:29 րոպեին օգոստոսի 20-ին Լուսինը մոտ կգործի աղեղնավոր կենդանակերպ։ Այստեղ 19:58 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը նախ 6 անկյուն կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է 3 աստիճան ջրհոսում եւ Լուսինը 3 աստիճան աղեղնավորում։ Իսկ 20:21 րոպեին Լուսինը եռանկյունի կառաջացնի անորոշության, իլյուզիաների, խաբկանքի եւ մոգության մորակ Նեպտունի հետ։ Նու այստեղ 3 աստիճան նույնպես խոյ կենդանակերպում գտնվում է Նեպտունը եւ 3 աստիճան աղեղնավորում Լուսինը։ Սա նշանակում է, որ օրվա ընթացքում բավականին այսպես, քանի որ Լուսինը փոխհարաբերությունների մեջ է մտնում բարձրագույն մորակների հետ, արդեն այդ համաշխարհային կառավարությունը որոշումը կայացրել է, թե ինչպես պետք է զարգանան իրադարձությունները, թե Իսրայել, ԱՄՆ, Պարսկաստան, թե ռուս-ուկրաինական ռազմաճակատներում եւ հետագայում արդեն պարզ կլինի մոտակա օրերին, արդեն դա պարզ կլինի, ինչպիսի զարգացումներ կլինեն։ Բայց բավականին լարված է ավարտվում օգոստոսի 20-ը 23:32 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Ուրան մորակի հետ 5 աստիճան աղեղնավորում Լուսինն է եւ 5 աստիճան երկորակներում գտնվում է Ուրանը։
Ուրանը այն բացառիկ մորակներից է, բոլոր բարձրագույն մորակները արդեն վաղուց հետընթաց են, բայց Ուրանը սեպտեմբերի 10-ին նոր կդառնա հետընթաց, այնպես որ բավականին բարդ եւ շրջադարձային փուլի մեջ ենք։ Եվ լուսնի եւ Ուրանի դիմակայությունը առաջացնում է զանազան անսպասելի զարգացումները այդ ժամանակ օգոստոսի 20-ի երեկոյան կարևոր գործեր մի ծրագր է, կարևոր հանդիպումներ, որը կարող է խափանվել եւ ոչ ձեր պատճառով ուշացումներ են հնարավոր, խնդիրներ ճանապարհներին, խնդիրներ լոգիստիկայի հետ կապված, կապի հետ կապված եւ այլն, այսինքն ցանկալի չէ նաեւ ճանապարհ ընկնել ընդհանրապես օգոստոսի 20-ի երեկոյան, որտեղ հնարավոր են ամեն տեսակ նաեւ եթե դուք ինքնաթիռով եք ճամփորդում, նաեւ ամեն տեսակ անսարքություններ, խնդիրներ կապված ռազմական գործողությունների հետ եւ նաեւ ուշացումներ առհասարակ ռեյսերի ուշացումներ սիրելի բարեկամներ նույնպես Եվ շաբաթվա երկրորդ կեսը գալիք շաբաթվա բավականին բարենպաստ է սիրելի բարեկամներ օգոստոսի 21-ին 11:26 արդեն Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Յուպիտեր մոլորակի հետ, որը 11 աստիճան առյուծ կենդանակերպում է եւ 11 աստիճան աղեղնավորում գտնվում է լուսինը։ Նու սա շատ բարենպաստ է թե ճամփորդելու համար, թե ինչ որ նոր ձեռքբերումների համար, այսինքն եթե մեծ գնումներ եք նախատեսում, շատ բարենպաստ հենց օգոստոսի 21-ին դա կատարել ինչ-որ տեխնիկայի գնումներ կամ ինչ-որ ճամփորդության եք պատրաստվում, ձեռք եք բերում այդ ուղեգիրը, ցանկացած միջանձնային փոխհարաբերությունները կարգավորելու համար նույնպես բարենպաստ են, կարևոր գործնական հանդիպումների համար նույնպես բարենպաստ է օգոստոսի 21-ը։ 17:02 լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Սատուրն մորակի հետ, որը գտնվում է 14 աստիճան խոյ կենդանակերպում։ Իսկ 17:03 լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նաև Վեներա, այսօր գեղեցկության մորակ Վեներայի հետ, որը գտնվում է 14 աստիճան կշեր կենդանակերպում եւ 14 աստիճան աղնավորում լուսինն։ Ու սա շատ լավ է արտասահմանցիների հետ փոխհարաբերվելու համար, ինչ որ արտասահմանի հետ կապված, ընդհանրապես գիտեք Յուպիտերը կապված է նաև արտասահմանի հետ եւ Յուպիտերը իշխում է աղեղնավորին։ Իսկ լուսինը երբ գտնվում է աղեղնավորում եւ ամբողջ օրվա ընթացքում գեղեցիկ եռանկյունի է լինելու է առավոտվանից 11:26-ից, բայց նաև օրվա ընթացքում այդ դրական ազդեցությունը շարունակվելու է։ Եվ հետո արդեն երեկոյան Վեներայի հետ նույնպես գեղեցիկ վեցանկյուն է, այսինքն սա նշանակում է, որ երկու բարերար մուրակների հետ լուսինը մտնում է փոխհարաբերությունների մեջ, որը խիստ բարենպաստ է պայմանագրեր ստորագրելու համար, ինչ որ դրական իրադարձությունների սկիզբ դնելու համար, ամուսնության համար, նշանադրության համար, բազմաթիվ այլ ինչ որ գնումներ կյանքի համար, ասենք դուք որոշել եք ունակ բնակարան ձեռք բերեք կամ ինչ որ կահույք ձեռք բերեք, ցեղային տեխնիկա ձեռք բերեք եւ այս բարձ շրջանում խավարումների միջանցքում ուղղակի չգիտեք, որ օրը կարելի է դա անել, ապա օգոստոսի 21-ը լավագույն օրն է դրա համար, սիրելի բարեկամներ։ Եվ իհարկե բարերար ազդեցությունը շարունակվելու է նաև օգոստոսի 22-ին 12:21 Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Մերկուրիի հետ 23 աստիճան առյուծում Մերկուրին է կապել հեռահաղորդակցության մոլորակը եւ ուրեմն լուսինը նույնպես 23 աստիճան աղեղնավորում։ Այստեղ պետք է ասել, որ այդ 3 օրերի ընթացքում օգոստոսի 21-ին, 22-ին եւ 23-ին ձևավորվելու այսպես կոչված մեծ եռանկյունի կամ մեծ քառակուսի, բայց կա նաև մեծ եռանկյունի, որը ընդհակառակը շատ բարենպաստ մորակային փոխհարաբերություն է եւ էներգիան հոսում է տիեզերքից առանց որևիցե խոչընդոտների։ Օրինակ մեծ քառակուսին դա մեծ դժբախտություններն են, որտեղ էներգիան անընդհատ հանդիպում է խոչընդոտների, իսկ մեծ եռանկյունին
դա հակառակ էներգիան, որտեղ խոչընդոտի չի հանդիպում եւ այստեղ լուսին աղեղնավորում մոլորակներ կան նաեւ Սատուրնը եւ Նեպտունը խոյ կենթանակերպում եւ բազմաթիվ մուրակների կուտակում առյուծ կենթանակերպում դա Արևն է, Յուպիտերն է, Մերկուրին է ընդ որում նաև այստեղ պետք է նշել, որ մի փոքր ավելի բարդանում է իրավիճակը, այսինքն շատ բարենպաստ է, բայց 100% բարենպաստ չէ, ինչու, որովհետև արեգակ այդ օրերին կմիանա հարավային լուսնային հանգույցի կետուի հետ, այսինքն վիշապի պոչի հետ, որը իհարկե նվազեցնում է եւ խլում է հաջողությունը, բայց վերընթաց լուսնային հանգույցը լինելու է 29 աստիճան ջրհոսում, այսինքն թագավորական աստիճանում, եթե ջրհոս եք, եթե ջրհոսի այդ փետրվարի 15-ին, 16-ին մինչև ձկների սկիզբը դուք այդ ժամանակ եք ծնվել, դա ձեզ համար շատ բարենպաստ են այդ օրերը լինելու հատկապես։ Բացի դրանից լուսինը ձգտում է արեգակի հետ այդ եռանկյունից, Կեկադաշի օրը մեզ մոտ կլինի օգոստոսի 23-ը, օգոստոսի ըստ էության 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի ժամանակով 0:30 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի արեգակի հետ 29 աստիճան ուրեմն աղեղնավորում գտնվում է լուսինը 29 աստիճան առյուծ կենթանակերպում արեգակն է, իսկ 29 աստիճանը դա ռեգուլի հետ միացած է, որը թագավորական աստղերն են, ռեգուլ այդ աստղային կուտակումը, որը շատ իհարկե նույնպես բարենպաստ է։ Իսկ 0:58 րոպեին արդեն լուսինը մոտ կգործի այծ եղջյուր։ Իհարկե դա ավելի աննպաստ է, որտեղ լուսինը այծ եղջյուրում վտարված է, քանի որ նա իշխում է խեցգետնում։ 6:18 րոպեին սիրելի բարեկամներ նույն օգոստոսի 23-ին արեգակը մուտք կգործի կույս կենթանակետի շնորհավորում եմ բոլոր իմ սիրելի կույսիկներին, բոլորին ովքեր ծնվել են օգոստոսի 23-ից հետո եւ մինչեւ սեպտեմբերի 23-ը, սիրելի բարեկամներ, ներառյալ արեգակը մնալու է կույս կենթանակերպում, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, եղեք առողջ, եղեք բարեկեցիկ, եղեք երջանիկ, սիրելի կույս Եվ իհարկե համեցեք խորհրդատվության, հիշեցնեմ, որ այցը այժմ 50% զեղչով է, թե ով ես արդեն գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում, կարող եք արդեն դիմել եւ գալ խորհրդատվության։ Վաղ առավոտյան օգոստոսի 23-ին 8:47 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Նեպտուն մորակետ, որը 3 աստիճան խոյ կենթանակերպում է եւ 3 աստիճան այդ եղջյուրում գտնվում է լուսինը, խոյը 3 աստիճան խոյում, Նեպտունը, իսկ լուսինը 3 աստիճան այդ եղջյուրում։ Իհարկե սա բարենպաստ է, որովհետեւ Նեպտունը մոլորության, անորոշության մոլորակ է եւ այժմ գտնվում է քառակուսի մեջ, խոյի մեջ եւ լուսնի այդ քառակուսի մեջ, որը դեզինֆորմացիա կարող է տարածվել, կարող են կեղծ լուրեր տարածվել, ձեզ կարող են մոլորության մեջ գցել, այսինքն պետք է մի քանի անգամ ստուգել այդ տեղեկատվությունը, որը դուք կստանաք օգոստոսի 23-ի առավոտյան նոր, դա արդեն ընդունելի գիտություն։ Օգոստոսի 23-ը հատկապես օրվա երկրորդ կեսը խիստ լարված են անցնելու, որովհետև արդեն Երևանի ժամանակով 17:04 րոպեին լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Մարս մոլորակի հետ, 7 աստիճան խեցգետնում Մարսն է, 7 աստիճան այդ եղջյուրում լուսինն ու սա ագրեսիվ դրսևորումների կարող է բերել, այսինքն բախումներ, ագրեսիվ դրսևորումներ, միջանձնային կոնֆլիկտներ, այսինքն մի մտեք, մի բարձեք հարաբերություններ կամ մի փորձեք բարձել հարաբերություններ օգոստոսի 23-ի երեկոյան։ Նու այստեղ լավը այն է, որ Մարսը այստեղ նույնպես աշխատում է այդ ռեցեպցիայի սկզբունքը, որովհետև Մարսը գտնվում է խեցգետնում, լուսնի տիրապետության տակ գտնվող նշանում, իսկ լուսինը Մարսի փառավորման այս եղջյուր կենթանակերպում, այսինքն փոխանցում են իրար լույսը եւ դրական, այսինքն այնքան էլ բացասական դրսևորում մենք չենք ստանում։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում օգոստոսի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում գալիք շաբաթ կենդանակերպերին։
օգոստոսի 17-ից 23-ը այդ ժամանակահատվածում, թե ինչ է սպասվում կենդանակերպերին, այժմ իմանաք, սիրելի բարեկամներ։ Պատրաստ եք, սիրելի խոյակներ, օգոստոսի 18-ից 20-ը զգուշացեք, էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, խնդիրներ ճանապարհներին, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի վերցրեք։ Օգոստոսի 20-ից 23-ը բարենպաստ օրեր են ճամփորդության համար, հնարավոր է արտասահմանից լավ լուր ստանալ կամ նվեր։ Սիրելի խոյեր, օգոստոսի 23-ից 25-ը ես բոլոր կենդանակերպերին ներկայացնելու եմ մինչև ամսի 25-ը, որովհետև լուսինը մինչև ամսի 25-ը մնալու է այդ եղջյուր կենդանակերպում, որպեսզի նորից չկրկնեմ գալիք շաբաթվա այդ կանխատեսումները։ Օգոստոսի 23-ից 25 եւ այսպիսով կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, սիրելի խոյակներ, պաշտոնի, աշխատանքի, պետական դրան հետ կապված, այն ինչ որ վաղուց չէր ստացվում, անպայման կստացվի եւ կստանա կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն։ Սիրելի ցլեր, ձեզ համար բավականին բարդ է անցնելու գալիք շաբաթը, մի քիչ մեղմացում կլինի դեպի շաբաթվա վերջ, օգոստոսի 18-ից 20-ը զգուշացեք, սիրելի ցլակներ, ձեր զուգընկերներ, գործընկերների հետ բախումներից, հետո փչացնեք, հարաբեցնել դժվար կլինի դրանք վերականգնել։ Օգոստոսի 20-ից 23-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, ֆինանսական խնդիրներ, խնդիրներ ճանապարհին, առողջական խնդիրներ, ընդ որում ոչ միայն ձեր մոտ, սիրելի ցլակներ, նաև ձեր մերձավորների մոտ։ Այնպես որ զգուշացեք եւ մեծ վարկեր կամ պարտքեր այդ օրերին մի վերցրեք։ Օգոստոսի 23-ից 25-ը հնարավոր է ճամփորդություն, լավ լուր արտասահմանից կամ նվեր եւ հեռավոր ճամփորդություն։ Բարդ է անցնելու գալիք շաբաթը նաեւ երկվորյակների համար։ Սիրելի երկվորյակներ, օգոստոսի 18-ից 20-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային հարցեր եւ խնդիրներ, առողջության հետ կապված հարցեր եւ խնդիրներ։ Օգոստոսի 20-ից 23-ը սիրելի երկվորյակներ, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ եթե փչացնեք հարաբերությունները, તો դժվար կլինի նրանք վերականգնել։ Եվ առհասարակ, սիրելի երկվորյակներ, այժմ Ուրանը արդեն հիմնավորվել է ձեր կենդանակերպում եւ 7 տարի շարունակ մնալու է երկվորյակներում, այնպես որ այսպես ասած նախկինի պես ապրել այլևս դուք չեք կարող շարունակել հարաբերությունները եղած արդեն, եթե նրանք էքստրեմալ բարդ իրավիճակում են, դուք չեք կարող շարունակել աշխատել այդ նույն ոճով, եթե հասկանում եք, որ սա արդեն ձերը չէ, այդ աշխատանքը, այդ մասնագիտությունը, այդ տունը, այդ երկիրը, այսինքն գլոբալ փոփոխություններ են ձեզ սպասվում 180 աստիճանով մոտակա 7 տարիների ընթացքում եւ մի խուսափեք փոփոխություններից ամենակարևորը, եթե դուք սկսեք ընդդիմանալ Ուրանին, ապա Ուրանը ձեզ կսկսի բարդ իրավիճակների մեջ գցել, խնդիրներ առաջացնել ձեր առջև եւ այսպես ասած կյանքը կդառնա շատ ծանր եւ անկանխատեսելի զարգացումներով լի, որպեսզի դա չլինի, անպայման պետք է գալ խորհրդատվության եւ իմանալ հատկապես որ ոլորտներում են ձեզ սպասվում այդ փոփոխությունները։ Եվ օգոստոսի 23-ից 25-ը սիրելի երկորյակներ, հնարավոր են էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ ճանապարհներին, աշխատանքային խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, առողջական խնդիրներ, որում ոչ միայն ձեր մոտ, այլ նաև ձեր մերձավորների, բարեկամների մոտ եւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Սիրելի խեցգետնակներ, բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ օգոստոսի 18-ից 20-ը, բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար եւ բիզնեսի համար։ Օգոստոսի 20-ից 26-ը զբաղվելու եք ձեր ընթացիկ աշխատանքային հարցերով, առողջության հետ կապված հարցերով, իսկ օգոստոսի 23-ից 25-ը մի բախվեք ձեր գործընկերների եւ
ընկերների հետ, որովհետև հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Ինչ վերաբերվում է առյուծիկների, նույնպես բարեխառն է անցնելու առյուծիկների շաբաթը գալիք։ Օգոստոսի 18-ից 20-ը սիրելի առյուծակներ զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև տան առքովաճառք։ Օգոստոսի 20-ից 23-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, հաճույքներով, հանգստով, նաև լավ է հանգստի բիզնեսի համար, բայց լավ է նաև բիզնեսի համար։ Օգոստոսի 23-ից 26-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու và առողջական հարցեր եք լուծելու։ Սիրելի կույսակներ, բարեխառն է անցնելու նաև ձեր համար գալիք շաբաթը։ Օգոստոսի 18-ից 20-ը Կարճ ճանապարհ է ձեզ սպասվում, որի ընթացքում հետաքրքիր ծանոթություններ, լավ լուրեր հնարավոր ստանաք։ Օգոստոսի 20-ից 23-ը տան հետ կապված, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք կարգավորելու, հնարավոր է նաև փաստաթղթերի ձևակերպում կամ տան առքովաճառք։ Օգոստոսի 23-ից 25-ը զբաղվելու եք ձեր բալիկներով, երեխաներով, լավ օրեր են հանգստի համար, հաճույքների համար եւ բիզնեսի համար։ Ինչ վերաբերվում է կշերքների համար ընդհանուր առմամբ նույնպես բարեխառն է անցնելու գալիք շաբաթ։ Օգոստոսի 18-ից 20-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանել օգոստոսի 20-ից 23 կարճ ճանապարհ, որի ընթացքում լավ լուրեր եւ հետաքրքիր ծանոթություններ սիրելի կշերքներ։ Օգոստոսի 23-ից 25-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Շատ հետաքրքիր եւ բարենպաստ շաբաթ է սպասվում կարիճիկներին։ Օգոստոսի 18-ից 20-ը սիրելի կարիճներ զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողություն ձեր կողմն է։ Օգոստոսի 20-ից 23-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Իսկ 23-ից 25-ը լավ օրեր են կարճ ճանապարհներ գնալու համար, որի ընթացքում հնարավոր է հետաքրքիր ծանոթություններ եւ լավ լուրեր։ Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար բարեխառն է անցնելու գալիք շաբաթ։ Օգոստոսի 18-ից 20-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք նամանավանդ, որ չարաբաստիկ սև լուսինը դեռևս գտնվում է աղեղնավորում, որը խլում է ձեր էներգիան եւ բացասական էներգետիկ ազդեցություններ է ներգրավում դեպի ձեզ, պաշտպանվեք։ Օգոստոսի 20-ից 23-ը սիրելի աղեղնավորիկներ, բարենպաստ է, շատ բարենպաստ օրեր են ձեզ համար, զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Օգոստոսի 23-ից 25-ը բարենպաստ է ֆինանսական հարցերի համար, փող եք ստանալու, կներեք, բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաև այդ սիեղջուրների համար։ Օգոստոսի 18-ից 20-ը կուրախացնեն ձեզ սիրելի այդ սիեղջուրները, ձեր չափած երեխաները, իրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը եւ բարենպաստ օրեր են նաև օնլայն բիզնեսի համար։ Օգոստոսի 20-ից 23-ը զգուշացեք սիրելի այդ եղջյուրներ գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ 23-ից 25-ը շատ բարենպաստ է ձեզ համար, զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաեւ ջրհոսիկների համար։ Սիրելի ջրհոսակներ, օգոստոսի 18-ից 20-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, կապված պետական դրան հետ, աշխատանքի հետ, պաշտոնի հետ, կամ ինչ-որ հետաքրքիր անձնական կամ գործնական բնույթի առաջարկություն կստանաք։ Օգոստոսի 20-ից 23-ը իրագործվելու ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ է օնլայն բիզնեսի համար։ Օգոստոսի 23-ից 25-ը զգուշացեք սիրելի ջրհոսակներ, գաղտնի թշնամիները ակտիվանալու են։ Սիրելի ձկնակներ,
բարենպաստ են հանրարմամբ ասեմ ձեզ համար գալիք շաբաթ օգոստոսի 18-ից 20-ը հետաքրքիր ճամփորդություն է ձեզ սպասում կամ լավ լուր կամ նվեր արտասահմանից օգոստոսի 20-ից 23 գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված փաստաթղթի հետ կապված աշխատանքի հետ կապված կամ հետաքրքիր առաջարկություն կստանաք օգոստոսի 23-ից 25-ը կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ են օնլայն բիզնեսի համար այդ օրերը բարենպաստ են օնլայն բիզնեսի համար ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթ օգոստոսի 17-ից 23-ը սիրելի բարեկամներ մեզ բոլորի համար անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ երկրորդ էքսկլյուզիվ մոգական աստրոմագիա թալիսմաններ YouTube-յան ալիքին կատարեք անպայման աղակարգերը, եթե ուզում եք փոխել ձեր կյանքը դեպի լավը անպայման կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաև հետևեք ինձ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, համեցեք խորհրդատվության, ես արդեն Հայաստանում եմ, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, կհանդիպենք, ստեսություն